$1,000,000 հնարավորություն 3 կենդանակերպի նշանների համար 2026 թվականի հունիսին, կարմիկ կապերի փակում և բախտի պահի բռնում։ 2026 թվականի հունիսը կբերի ոչ միայն ջերմություն, այլև հազվագյուտ հնարավորություն 3 կենդանակերպի նշանների համար։ Աստղերն ասում են, ժամանակն է մաքրել հին հաշիվները և լողալ բախտի ալիքի վրա։ Բախտի հորոսկոպը խոստանում է իսկական հեղափոխություն նրանց համար, ովքեր պատրաստ են գործողություններ ձեռնարկել։ Ինչու այս 3 նշանները։ Երկվորյակները, աղեղնավորը և ձկները մտնում են կարմիկ լուսավորության շրջան։ Սա նշանակում է, որ տիեզերքը նրանց հնարավորություն է տալիս ուղղել անցյալի սխալները և ստանալ առատաձեռն բոնուս։ Մենք ձեզ կասենք, թե ինչպես չկորցնել ձեր բախտը։ Երկվորյակներ, մայիսի 21, հունիսի 20։ Երկվորյակները ստիպված կլինեն մաքրել անավարտ գործերի ավերակները։ Ամեն ինչ, որը նրանք կիսատ թողել են, այժմ բումերանգի պես կվերածվի։ Մի անհանգստացեք, սա հնարավորություն է շահույթ ստանալու այնտեղ, որտեղ նրանք նախկինում կորուստներ են ունեցել։ Ինչ անել։ Ավարտեք հին նախագիծը, նույնիսկ եթե այն անհույս է թվում։ Զանգահարեք այն մարդուն, որի հետ դուք խզել եք կապը վատ նոտայի վրա։ Մի մերժեք փոքր կեստրույքով աշխատանքը, այն կդառնա ձեր հիմնական եկամուտը։ Հունիսը բախտավոր նշանները կվերածի փողի մագնիսների։ Երկվորյակների համար սա կարտահայտվի ուրիշների հետ վերամիավորվելու միջոցով։ Ձեր ընկերների շրջանակը ձեր կապիտալն է։ Աղեղնավոր, նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 21։ Աղեղնավորները կարող են ակնկալել նվեր անսպասելի աղբյուրից։ Հնարավորությունը կարող է գալ գործուղման, անսպասելի ժառանգության կամ տարեց ազգականի արժեքավոր խորհրդի տեսքով։ Մի քնեք ճակատագրի անիվի մոտ։ Ինչ անել։ Համաձայնվեք ճանապարհորդել, նույնիսկ եթե չափազանց ծույլ եք ճամպրուկներ հավաքելու համար։ Լսեք ձեր տատիկի և պապիկի դժգոհությունները, այնտեղ ոսկե գաղափար կա։ Ստուգեք հին ավանդներն ու մոռացված հաշիվները։ Աղեղնավորի համար գլխավորը չվախենալ դուրս գալ իրենց հարմարավետության գոտուց։ Միլիոնավորները նախընտրում են քաջերին։ Ձկներ, փետրվարի 19-ից մարտի 20։ Ձկները հնարավորություն կունենան միանգամից լուծել մի շարք մանր խնդիրներ։ Տարիներ շարունակ կուտակված կարմայական պարտքը կլուծվի ինքնուրույն։ Նոր էներգիա և փող կհոսի դատարկված տարածք։ Ինչ անել։ Ներեք ինքներդ ձեզ անցյալի սխալների համար, դադարեք ինքներդ ձեզ մեղադրել։ Կազմակերպեք ձեր դրամապանակը և փաստաթղթերը։ Գնեք ձեզ համար գեղեցիկ, բայց անօգուտ իր, սա կբացի փողի ուղին։ Աստղերը շշնջում են ձկներին։ Ձեր ինտուիցիան հունիսին կգործի որպես նավիգատոր։ Վստահեք ձեր առաջին ազդակին։ Ինչպես չվախեցնել ձեր բախտը։ Նույնիսկ ամենահաջողակ նշաններն ունեն կանոններ, որոնք չպետք է խախտվեն։ Ընդհանուր խորհուրդ հունիս ամսվա համար։ Մի պարծենաք ձեր փողերով, բախտը չի սիրում հետաքրքրասեր աչքեր։ Մի փոխառեք և մի վարկեք մեծ գումարներ։ Մի պլանավորեք հեղափոխություններ ձեր անձնական կյանքում, կենտրոնացեք ձեր ֆինանսների վրա։ Աստղագուշակությունը մեզ հիշեցնում է. 3 նշաններ ներկայումս գտնվում են աստղերի հատուկ հսկողության տակ։ Սխալները կներվեն, բայց անամոթությունը ոչ։ Մի փորձեք խաբել ճակատագրին, այն ամեն ինչ կկարգավորի։ Արդյունքներ։ 2026 թվականի հունիսը շրջադարձային կլինի երկվորյակների, աղեղնավորների և ձկների համար։ Բախտավոր հորոսկոպը խոստանում է ոչ միայն փող, այլև կյանքը նորից սկսելու հնարավորություն։ Փակեք ձեր կարմայական սողանցքները մինչև հունիսի 30-ը։ Եվ եթե դա չստացվի, ապա մեծ բան չկա, բայց դուք ստիպված կլինեք ավելի երկար սպասել հաջորդ շրջադարձին։ Կենդանակերպի որ 4 նշաններն են օժտված անհավանական ուժով և մյուսներից հաճախ են հասնում հաջողության։ Խոյ։ Կենդանակերպի շրջանը բացող խոյը խորհրդանշում է հզոր մեկնարկ, անդադար շարժում և նախաձեռնողականություն։ Կրակի տարերքը ներկայացնող այս նշանը բառացիորեն սնվում է գործողությամբ։
Խոյերը չեն սիրում սпасել հարմար առիթի, նրանք առաջ են գնում, ստանձնում պատասխանատվություն եւ առաջինն են նետվում նոր նախագծերի մեջ։ Առյուծ։ Առյուծներն իրավամբ համարվում են ամենավառ եւ ազդեցիկ անհատականություններից մեկը։ Գտնվելով արևի հովանավորության տակ, նրանք օժտված են բնատուր խարիզմայով եւ ներքին լույսով, որ նակամայից գրավում է շրջապատի ուշադրությունը։ Նրանք ունեն կենսական պահանջ լինելու գնահատված եւ հաճախ են հասնում փայլուն արդյունքների ստեղծագործական ոլորտում, կառավարման մեջ եւ հանրային գործունեության ասպարեզում։ Անկամ լուրջ խոչընդոտների հանդիպելիս առյուծներն արագ վերագտնում են իրենց ուժերն ու շարունակում վերելքը։ Սեփական ուժերի հանդեպ անսասան հավատն ու սկզբունքայնությունը նրանց դարձնում են հզոր առաջնորդներ, որոնց հետևում են մարդիկ։ Կարիճ։ Կարիճը մարմնավորում է խորություն, աննկուն կամք եւ ներքին անսպառ էներգիան։ Մարսի եւ Պլուտոնի կառավարման ներքո այս նշանի ներկայացուցիչներն ունեն ոչ միայն պողպատյա բնավորություն, այլև ինքնավերափոխվելու զարմանալի ունակություն։ Նրանք երբեք չեն հրաժարվում իրենց նպատակներից եւ գերազանց տիրապետում են իրավիճակը վերահսկելու արվեստին։ Կարիճների սուր ինտուիցիան օգնում է տեսնել այն, ինչ վրիպում է մյուսների աչքից եւ կայացնել ճշգրիտ ռազմավարական որոշումներ։ Բարդ իրավիճակներում նրանք ցուցաբերում են բացառիկ տոկունություն, իսկ ճգնաժամից հետո մոխիրներից վերածնվելու հատկությունը նրանց դարձնում է գործնականում անպարտելի։ Այծեղջուր։ Այծեղջուրը երկաթյա կարգապահության, հստակ համակարգի եւ մասնագիտական վերելքի խորհրդանիշն է։ Սա այն տեսակն է, որը չի փնտրում կարճ կամ հեշտ ճանապարհներ, այլ գերադասում է կառուցել իր հաջողությունը աղյուս առ աղյուս։ Սատուրնի ազդեցությամբ այծեղջուրներն առանձնանում են սառնասրտությամբ, բարձր պատասխանատվությամբ եւ հեռատեսությամբ։ Նրանք վարպետորեն պլանավորում են ամեն քայլը, տանել չեն կարողանում քաոսը եւ պատրաստ են տևական ու քրտնաջան աշխատանքի հանուն վերջնական արդյունքի։ Նրանց համառությունն ու աննախադեպ կամքի ուժը թույլ են տալիս հասնել ամենաբարձր կետին, անգամ այն դեպքում, երբ ճանապարհը լի է անհաղթահարելի թվացող խոչընդոտներով։ Վերլուծական եզրահանգում։ Հաջողության արքետիպերը եւ առաջնորդության անատոմիան։ Եթե աստղաբանական այս դասակարգումը դիտարկենք վերլուծական հոգեբանության պրիզմայով, ապա ակնհայտ է դառնում, որ այս 4 նշանները կատարելապես արտացոլում են Կարլ Յունգի արքետիպային մոդելները, որոնք ընկած են ցանկացած գլոբալ հաջողության հիմքում։ Անհատական կարիերա թե մեծ նախագիծ կառուցելիս անհրաժեշտ են հենց այս 4 առանցքային ուժերը։ Խոյը կրում է մարտիկի, the warrior էներգիան, նվաճելով նոր տարածքներ ու կոտրելով կարծրատիպերը։ Առյուծը մարմնավորում է կառավարչին, the ruler, ով ստեղծում է հզոր բրենդ եւ մարդկանց համախմբում մեկ միասնական գաղափարի շուրջ։ Կարիճը հանդես է գալիս որպես տրանսֆորմատոր, the magician, ապահովելով հոգեբանական անխոցելիություն, ճգնաժամային ճկունություն եւ խորքային ռազմավարություն։ Այծեղջուրը ճարտարապետն է, the creator, որն այս ողջ հսկայական պոտենցիալը վերածում է հստակ աշխատող մեխանիզմի ու կայուն համակարգի։ Նրանց բացառիկ հզորությունը ոչ թե պարզապես ի վերուստ տրված տաղանդի, այլ սեփական բնազդային մղումները պրագմատիկ եւ իրական արդյունքի վերածելու անզիջում ունակության մեջ է։